Երբ որ մենք խոսքը լսում ենք, մենք ենք որոշում, դրան տեղ տանք, թե տեղ չտանք։ Երբ որ խոսողը խոսում է, մեկ էլ ինչ է կատարվում մեր հետ, որ մտքի մեջ ենք ընկնում ու չենք կարող հասկանանք, այսինքն մենք ինչ պետք է անենք։ Մենք պետք է այդ խոսքը վերցնենք ու պետք է այդ խոսքը վերցնենք եւ գնանք տեսնենք մեր սրտի դարակներում, այդ արժեքային համակարգում մենք ոնց ենք մտածում։ Եվ խոսքը ինքը լույս է տալի, եւ մենք այդ ժամանակ հասկանում ենք, որ Սուրբ Հոգին մեր կյանքում հասել է այնտեղ, որ ուզում է մեր ներսի այդ ինչը փոխի։ Մենք կարանք թույլ չտանք, տենց էլ մնանք։ Երբ որ Սուրբ Հոգին ձեր հետ աշխատում է, որ այսինչ բանը ոնց որ լավ չի, դա աշխատում է նրա համար, որտեղ դու այդքան կաս արդեն, որ կարողանա հաջորդ քայլը ցույց տա, որ ասի այ քո սրտում էս ինչն է, արի փոխենք, ես կտամ իմ էս ինչը, դու տուր քո էս ինչը։ Օրինակ վախը, տուր ինձ վախը, եւ ես քեզ կտամ անվախությունը, համարձակությունը, հա? Կամ որ տատանվում ես միշտ, դու ինձ քո այդ տատանվող բնավորությունը, ես կտամ իմ կայունությունը քեզ։ Ինքը երբեք գործ չի անում այնտեղ այն մարդու հետ, որը այդտեղ չի հասել, հիշեք ես։ Եթե մի բան, խոսքից մի բան, քո սրտին կպնում է ու դու վատ ես զգում, որ դու տենց ես, թո տևի մի րոպե վատը զգալը։ Հետո դու հասկացի, որ Սուրբ Հոգին քո հետ հույս է կապել, որտեղ խոսք ասում է, հայրը միայն որդիներին է հանդիմանում։